Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք պարոն Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու հարցը եւ այս ելույթումս կուզեմ անել մի քանի արձանագրություններ, ինչպես նաեւ օգտագործելով ելույթի հնարավորությունը, ելույթը նաեւ որոշ հարցեր ուղղել պարոն Վարդևանյանին։ Պարոն Վարդևանյան, ձեր քաղաքական գործունեության մեջ կա մի ձևավորված մի օրինաչափություն, այն է փաստաբանական գործունեություն, կոնկրետ X քաղաքական պաշտոնյայի համար, որից հետո տվյալ քաղաքական գործչի նախընտրական ցուցակում հայտնվել, դառնալ падգամավոր, նույն այս ցիկլը կրկնվել է ուժեղ Հայաստան դաշինքի պարագայում, դուք հանդիսացել եք Սամվել Կարապետյանի փաստաբանը, ինչից հետո ներառվել եք վերջինիս քաղաքական ուժի նախընտրական ցուցակում եւ ահա այսօր մենք քննարկում ենք ձեր ազգային ժողովի փոխնախագահի թեկնածության հարցը։ Եվ շարունակելով այս միտքը, դուք ես ոնց հասկացա հավակնում եք ազատության փաստաբանի կոչմանը կամ արդեն իսկ արժանացել եք այդ կոչմանը, սա միգուցե հասարակության մի մասի ընկալումն է, բայց ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կա այլ տեսանկյուն այս հարցի վերաբերյալ, ըստ որի այս ձեր օրինաչափության տրամաբանության հիմքում կա նաև ֆինանսական կոմպոնենտը եւ հարցիս այս համատեքստում ուզում եմ ձեզ ուղիղ հարցնել, թե արդյոք կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի պարագայում լինելով իրենց փաստաբանը դուք վարձատրվել եք թե ոչ, որովհետեւ քիչ առաջ նշեցիք, որ այլ պաշտոնյաների ներկայիս ձեր գործընկերների պարագայում չեք վարձատրվել եւ շարունակելով այս միտքը ուզում եմ դուք նաեւ խոսեցիք մնացական Մարտիրոսյանի մասին, սա մի թեմա է, որի մասին դուք սիրում եք խոսել։ Ես ուզում եմ ձեզ այսպիսի մի հարց տալ։ Ենթադրվում է, որ մնացական Մարտիրոսյանի գործունեությունը այդ թվում նախահեղափոխական ժամանակահատվածում ձեր համար առնվազն խնդրահարույց է եւ դուք նաեւ խոսել եք Նիկոլ Փաշինյանի դատավարության մասին, ես ուզում եմ ձեզ հետեւյալ հարցը ուղղել։ Օրինակ, եթե դուք լինեիք մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, արդյոք այս նույն օրինաչափությունը կաշխատեր այդ օրերին եւ արդյոք դուք լինելով վերջինիս փաստաբանը, կիսելով, որ կար օբյեկտիվորեն իրավունքի եւ օրենքի խնդիր մանավանդ մնացական Մարտիրոսյանի նախագահության պայմաններում, արդյոք պատրաստ կլինեիք Նիկոլ Փաշինյանի հետ հետագայում քաղաքական գիծ անցնել եւ ինչպես այսօր պարոն Կարապետյանի ուրեմն նախընտրական ցուցակում հայտնվել եք այստեղ, միգուցե այն օրերին հայտնվեիք Հայ ազգային կոնգրեսի ցուցակում։ Կխնդրեմ այս հարցերին պատասխանեք։ Իդեպ դուք շատ եք խոսում դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրների մասին։ Ես ուզում եմ մի հարց տալ։ Դուք փաստաբան եք, դուք իրավաբան եք եղել Վաղուցվանից, բայց ես այսպիսի մի կարծիք եմ լսել տվյալ համայնքի ներկայացուցիչներից, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո փաստաբանների աշխատավարձերը կտրուկ աճել են։ Եվ եթե կա այսպիսի բան, ինչով եք դուք սա բացատրում, որովհետև ենթադրվում է, որ նման փոփոխություն կարող է լինել մի պայմաններում, երբ դատաիրավական համակարգը առնվազն հարաբերականորեն պետք է որ անկախ լինի։ Հակառակ պարագայում մենք բոլորս գիտենք, թե ինչու դրանից առաջ փաստաբանական գործունեությունը առնվազն մեծ հետաքրքրություն չէր առաջացնում համայնքի ներկայացուցիչների համար, որովհետև օբյեկտիվորեն կար աշխատավարձի հետ կապված խնդիրներ։ Իդեպ դուք գրեթե որևէ հարցի իմ գործընկերների կողմից հնչեցած ուղիղ պատասխան չտվեցիք, պարոն Վարդևանյան, պտտելով, տանել բերելով աղմուկ է, արգելի գործընկերներ։ Եվ ընդ որում այս գործելակերպի սկիզբը դուք դրեցիք դեռևս երեկվա ձեր ելույթում, երբ հղում անելով իմ ելույթին, երբ մենք խոսում էինք պետության մասին որպես լավ կամ վատ կառավարիչ, դուք ասացիք, որ ես բերել եմ Շվեդիայի օրինակը։ Պարոն Վարդևանյան, դուք ձեր ելույթում խոսելով որպես Ընդհանրապես պետության, ձեր ելույթում խոսելով որպես պետություն, որպես լավ կամ էֆեկտիվ կառավարիչ,
բերեցիք Շվեդիայի օրինակը, բառացի ասելով, պատկերացնում եք Շվեդիայի նման երկրում լինի նման մասնակցություն։ Եվ բնականաբար ես շարունակելով հենց ձեր օրինակը թվեցի այն կազմակերպությունները, որոնց մեջ ունի կառավարում Շվեդիայի, բայց այս ցանկը կարելի է շարունակել, պարոն Վարդևանյան, կարելի է խոսել Նորվեգիայի մասին, կարելի է խոսել Ֆրանսիայի մասին եւ այսպես շարունակ։ Բայց անցնելով բուն այսօրվա հարցու պատասխանին, դուք այդպես է չպատասխանեցիք Վահագն Ալեքսանյանի հարցին, ով ասում էր, խոսելով Արտուր Սարգսյանի քրեական գործի մասին, ասում էր, դուք պնդում եք, որ կոնտեքստից կտրված են այդ ձայնագրությունները։ Հիմա ասեք, որ կոնտեքստում է եղել, ինչով է կտրված եղել։ Դուք ամեն ինչից խոսեցիք, բացի այդ կտրված կոնտեքստից։ Կխնդրեմ վերջապես այդ կտրված կոնտեքստը մեզ էլ ներկայացրեք, որովհետև չպատասխանեցիք այդ հարցին։ Փոխարենը խոսեցիք այն մասին, որ աստղիկները չեն գտել։ Ընդ որում, պատասխանելով պարոն Գարիկ Սարգսյանի հարցին, դուք ասացիք, որ էլի խոսելով Արտուր Սարգսյանի քրեական գործի մասին, դուք ասացիք, որ ոչ պատշաճ վարքագծի ռիսկեր չեն եղել, հետևաբար որևէ հիմք չկար կալանքի տանելու, ես չեմ հասկանում, այսինքն ինքնին ձայնագրությունը, որի մասին խոսում ենք, որտեղ շատ հստակ խոսվում է մտադրությունների մասին, արդյոք չի հանդիսանում պատշաճ վարքագծի խախտման ռիսկ։ Կխնդրեմ սրան էլ պատասխանեք։ Դուք նաև խոսեցիք, դուք չպատասխանեցիք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի հետ կապված հարցի մասին, չպատասխանեցիք հարցին, եւ այդ հարցը ուղղեցիք մեզ, ասում եք, դուք եք այս հարցը բերել քաղաքական օրակարգ, օքեյ, մենք ենք բերել այս հարցը քաղաքական օրակարգ, բայց հարցը ձեզ է ուղղված։ Ընդունում եք արդյոք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները ինչպիսին որ դրանք կան։ Հիմա դուք դեպի մեզ եք ուղղում այդ սլակները, ասում եք դուք եք բերել այս հարցը օրակարգ ու ասում եք որտեղից է թիվը։ Ասեմ ձեզ, պարոն Վարդևանյան, այդ թիվը բխում է 1991 թվականի Ալմաթայի հռչակագրից, ըստ որի պետությունները փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը հիմնվելով սովետական ԽՍՀ, ուրեմն տարածքների վրա։ Սա է ձեր հարցի պատասխանը, բայց կխնդրեմ դուք եւս պատասխանեք վերջապես այդ հարցին, չի կարելի, կամ կարծում եմ անհարմար է, պարոն Վարդևանյան, դա բարդ հարց չի, էլի 29743 կիլոմետր, ընդունում եք թե չէ։ Այո կամ ոչ, բարդ հարց չի, էլի։ Շարունակելով ելույթս, ասում եք ի պատասխան կամ հղում անելով իմ հարցին, որը վերաբերվում էր նրան, թե որտեղ եւ ինչ ձևաչափով է ծնվել այդ 300,000 ադրբեջանցիների թեման, պարոն Ֆարմանյանը ասում է, սա ուղղակի տրագիկոմեդիա է հիշեցնում, ասում է, ոնց կարելի ակնարկել, որ մենք ենք բերել այդ թեման, ո՞վ է բերել, պարոն Ֆարմանյան, մենք ենք բերել, ով է ադրբեջանական նարատիվները բերել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական դաշտ։ Միթե ձեր տեղեկատվակ, այսինքն ինչի մասին, դուք ձեր անձնական էջերով այդ տեսահոլովակները պտտեցնում էիք, բա մենք ենք բերել, եւ ես կարծում եմ սա տրագեդիա է իրական, որովհետեւ եթե դուք պետք է դիմեք նման միջոցների քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, դա շատ վատ է։ Եվ իդեպ, շարունակելով հարցս, պարոն Վարդևանյան, դուք ասացիք, որ որևէ մասնակցություն չունեք այդ բովանդակության գեներացման հետ, այդ տեսահոլովակների, որակ այն պահին, երբ որ դուք տեսել եք արդեն այդ հոլովակները, որևէ մոտեցում կամ կարծիք հայտնել եք դրա հետ կապված, դրական է եղել թե բացասական, եւ եթե եղել է բացասական, ապա այդ հարցը բարձրացրել եք, որ այնուամենայնիվ այդքան էլ ճիշտ չի նման բովանդակության տեսահոլովակներ ուրեմն գցել տեղեկատվական դաշտ։ Կխնդրեմ շատ ուղիղ այս հարցին պատասխանեք, որտեղ սա շատ կարևոր է։ Եվ խոսելով ընտրակեղծիքների մասին, պարոն Վարդևանյան, կա մոտավորապես 150-ից 157, եթե չեմ սխալվում, քրեական գործ հարուցված ընտրակաշառքների հետ կապված, որից մոտ 80%-ը վերագրվում է ուժեղ Հայաստան խմբակցության դաշինքին։ Հիմա եթե մենք առաջնորդվում ենք ողջամտության կանխավարկածով, ենթադրվում է, որ սա համակարգված պրոցես է, որովհետև հակառակ պարագայում դուք ուզում եք մեզ ասեք, որ 100-ից ավել, ընդ որում մոտ 200 ձայնագրություն կա, 100-ից ավել դեպքերով մարդիկ ինքնագործունեություն
կազմակերպելով ըստ էության ձեր փոխարեն ինչ որ եւս 30 վայրկյան։ Ձեր փոխարեն, ձեր համար ընտրակաշարք են բաժանել, չխախտելով որևէ մեկի անկեղծ անմեղության կանխավարկածը։ Եվ վերջում պարոն Ղազինյան ասում է մենք բոլորս այս քաղաքում ապրում ենք, գիտենք, շփվում ենք մարդկանց հետ, պարոն Ղազինյան։ Ես ձեզ երաշխավորում եմ, դուրս գանք փողոց, 100 հոգու հարցում անենք, ինչ եք կարծում, ուժեղ Հայաստանը ընտրակաշարք բաժանելը կամ ընտրակաշարքով է մտել ազգային ժողով, ես ձեզ երաշխավորում եմ, եթե որևէ կանչկատվածություն չլինի, 100-ից 100-ը ասելու են միանշանակ։ Դա իմացեք, պարոն Աղաջյան։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար